Բարև ձեզ։ Այսօր ուզում եմ խոսել Դուբայի շուկայի անշարժ գույքի ամենահետաքրքիր թեմաներից մեկի մասին՝ վարձակալության գների եւ թե ինչ սկզբունքով է ձևավորվում այդ գինը շուկայում առհասարակ։ Ինչպես գիտենք, շուկան ամբողջությամբ վերահսկվում է Դուբայի հողային դեպարտամենտի կողմից։ Եվ հետևաբար վարձակալության գները նույնպես հաշվարկվում են վարձի ինդեքսին համապատասխան։ Ինչպես է այն ձևավորվում։ Սա շատ հետաքրքիր թեմա է այնքանով, քանի որ 2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ փոխվեց վարձի ինդեքսի հաշվարկման մեխանիզմը։ Մասնավորապես, վարձի ինդեքսը հիմա սկսվել է հաշվարկվել շենքում գործող ծառայությունների քանակով եւ, որ ամենակարևորն է, կառուցապատողի տված որակից ելնելով։ Հետևաբար, այն գույքերը, որոնք որ տալու են բարձր որակ եւ ծառայությունների մեծ քանակ, հետագայում ներդրողին բերելու են շատ ավելի բարձր եկամտաբերություն։ Վարձի ինդեքսը կիրառվում է տարեկան պայմանագրերի պարագայում։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի տվյալներով յուրաքանչյուր օր Դուբայում կնքվել է 2650 տարեկան պայմանագիր։ Սա իհարկե ահռելի թիվ է։ Եվ այս ամենից ելնելով հողային դեպարտամենտը վերահսկում է ամբողջ շուկան։ Ինչու է հողային դեպարտամենտը ամբողջական վերահսկողություն սահմանել անշարժ գույքի շուկայի վրա։ Այս ամենը արված է նրա համար, որպեսզի սեփականատերերը յուրաքանչյուր տարի ունենան հնարավորություն վաստակել հավելյալ եկամուտ, միջինացված Դուբայում վարձի ինդեքսը յուրաքանչյուր տարի աճում է մոտավորապես 10-ից 15%-ով։ Օրինակ, եթե տարեկան պայմանագիրը մենք կնքել ենք վարձակալության պարագայում $20,000 արժեքով, հաջորդ տարի սեփականատերը իրավունք ունի բարձրացնել մինչև $22,000։ Սա արված է նրա համար, որպեսզի սեփականատիրոջ համար ապահովի անընդհատ աճող եկամուտ, ինչպես նաև պաշտպանում է վարձակալի շահերը։ Եկեք խոսենք հստակ թվերով, որպեսզի պատկերացնենք շուկայի վարձի ինդեքսը։ Հարկավոր է վերցնել օրինակ նմանատիպ երկու նույն որակի գույք եւ համեմատել իրար հետ իրենց վարձերը։ Շատ դեպքերում ինչի է բերում վարձի ինդեքսը։ Օրինակ, նույն թաղամասում գտնվող հարևան երկու շենքեր կարող են հանձնվել տարբեր գներով։ Ինչու՞։ Որովհետև մի շենքում ծառայությունների քանակը, ծառայությունների որակը եւ շենքի սպասարկման մենեջմենթը կատարվում է շատ բարձր որակի, իսկ մյուս շենքում ընդհակառակը։ Հետևաբար, այն շենքը, որը որ վատ է սպասարկվում, ունենում է վարձի ցածր ինդեքս։ Եթե նայենք թվերին։ Օրինակ, այս պահին Դուբայի JVC թաղամասում հնարավոր է գնել ստուդիո կարգի բնակարան մոտավորապես $180,000 սահմաններում։ Դա վերցնում են կառուցապատողից մաս-մաս անտոկոս վճարումների պլանով։ Եթե ցանկանում ենք հասկանալ տվյալ բնակարանի ապագա վարձակալության արժեքը, հարկավոր է այն համեմատել նմանատիպ կարգի եւ նմանատիպ որակի մեկ այլ կառուցապատողի արդեն իսկ գոյություն ունեցող գույքի հետ։ Տվյալ պարագայում 180,000-ով գնված գույքը միջինացված հանձնվելու է այդ թաղամասում $17,000 տարեկան։ Ընդ որում, կան նրբություններ վարձակալության շուկայի հետ կապված, ինչպիսիք են, օրինակ, պայմանագրով սահմանված կետերը։ Կետերից գլխավորը, որը որ ամենաշահավետն է ներդրողների համար, դա այն է, որ յուրաքանչյուր տարեկան վարձակալ պայմանագրի ավարտի ժամանակ պարտավոր է պատերը ներկել, գույքը բերել հին վիճակին եւ նոր հետ հանձնել սեփականատիրոջը բնակարանը։ Դա այնքանով է շահավետ սեփականատիրոջ համար, որ չի առաջանում բնակարանը վերանորոգելու կարիք 4 կամ 5 տարի հետո։ Վարձի ինդեքսը իրականում բոլորի համար շատ թափանցիկ գործիք է։ Գոյություն ունի հատուկ ծրագիր Dubai Rest, որը հասանելի է եւ iOS եւ Android համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Յուրաքանչյուր սեփականատեր եւ յուրաքանչյուր վարձակալ այդ ծրագրի միջոցով կարողանում են տեսնել, թե հաջորդ տարվա համար իրենց շենքին կոնկրետ ինչ վարձակալության ինդեքս է սահմանված։ Եվ հենց այս ծրագրի միջոցով Դուբայի իշխանությունները եւ հողային դեպարտամենտը պահպանում են բալանսավորումը սեփականատիրոջ եւ վարձակալի միջև, որպեսզի չառաջանան խնդրահարույց հարցեր։ Երկրորդ կարևոր կետը. երբ վարձակալը մտնում է բնակարան, բոլոր տեսակի պայմանագրերով սահմանված է, որ պարտավորված է վարձակալը անվանափոխել կոմունալ ծառայությունները եւ բոլոր տեսակի պատասխանատվությունները վերցնել իր վրա։ Հետևաբար, սեփականատերերը չեն ունենում որևիցե պատասխանատվություն այս ընթացքում։ Եկամտաբերության հաշվարկը կատարվում է հենց այս սկզբունքով։ Առաջին կետով ներդրողը պետք է տեսնի տվյալ տարածքի համար սահմանված վարձի ինդեքսը, համեմատի նմանատիպ որակով եւ նմանատիպ ծառայություններով հագեցած շենքերի հետ։ Հարկավոր է նաև կատարել եկամտաբերության հաշվարկի ակնկալվող աճը։
Եվ քանի որ վարձակալության ինդեքսը աճում է միջինացված 10%-ով, այս ամենը իհարկե կապակցված է մարդկանց տեղափոխվողների քանակի եւ վարձի շատ մեծ պահանջարկի հետ։ Այդ պատճառով նաև արժևորվում է սեփականատիրոջ բնակարանի գինը։ Այսպիսով, բնակարանի գինը կառուցապատման ընթացքում յուրաքանչյուր տարի աճում է միջինացված 10%-ով։ Այս ամենից կարող ենք անել հետևություն։ Դուբայում կարելի է ունենալ լավ եկամուտ, տարեկան 9-10-11% եկամտաբերությամբ, բայց ոչ բոլոր պրոյեկտներն են, որ տալիս են այդ եկամտաբերությունը։ Գույքը ձեռք բերելուց առաջ անպայման ուշադրություն դարձրեք կառուցապատողի հեղինակությանը, կառուցապատողի նախկին շենքերի տված վարձի ինդեքսին եւ նոր պրոյեկտում ծառայությունների քանակին։ Քանի որ հենց այս ամենից է կախված, թե ինչ գնով եք կարողանալու հանձնել ձեր գույքը վարձակալության շուկայում։